Պապիկս Ենովք Ներսիսյանը նախ եղել է Ենովք Քյոշեյան, հետո փոխվել է ազգանունը, Ներսեսյան է դարձել։ Այո, հերոսամարտի մասնակից է 15 թվականի, Ուսալեռան հերոսամարտի մասնակից, ուր նա եղել է ընդամենը 15 տարեկան։ Հերոսամարտին վիրավորվել է թևից եւ հայտնվել ֆրանսիացիների նավում, որտեղ նրան բուժօգնություն են ցուցաբերել ու մեկ շաբաթ պապիկը մնացել է նավի վրա, սպաները շատ մեծ ոգևորությամբ նրան շրջապատել են, բուժել են վերքը, ուզեցել են նույնիսկ նավի վրա պահեն իրեն, որպես նավատորմի մասնակից, բայց ըստ իրենց կանոնակարգի, քանի որ դա Ֆրանսիային էր պատկանում, իրենք դրա իրավունքը չեն ունեցել։ Բայց հետևել են, այնտեղ հիմնական հերոսը եղել է Շարլ Տիրան Թեքեյանը, ով հայկական արմատներով ծովասպա էր եւ ֆրանսիական նավի մեջ յուրահատուկ վերաբերմունք է ցուցաբերում հայերին եւ շատ մեծ է լինում նրա դերը ամբողջ պատմության մեջ այդ ինքնապաշտպանական մարտերում։ Ցեղասպանության տարիներին Ուսալեռան շրջակայքում գտնվող հայկական գյուղերի բնակիչները ինքնապաշտպանական մարտեր են մղել թուրքական կանոնավոր եւ անկանոն ուժերի դեմ։ Ի վերջո ֆրանսիական եւ անգլիական նավերը օգնություն են ցուցաբերել հայերին։ Այս պատմությունն է տպավորել ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելին, որը հետագայում Մուսալեռան 40 օրը հայտնի վեպն է գրել։ Մուսալեռան հերոսամարտի մասնակից Ենովք Ներսեսյանի թոռը Աստղիկ Ներսեսյանը ազգային գրադարանում է աշխատում, մատենագետ է։ Աշխատանքի ընթացքում ուսումնասիրություններ անելիս իր համար բացահայտում է արել։ Պարզել է, որ Շարլ Տիրան Թեքեյանի հայ տղան պատմվածքի հերոսը իր պապն է։ Թեմակար հայ տղան պատմվածքը, որը պետք է մշակվեր եւ ամփոփվեր մատենագիտության մեջ։ Ընթերցում եմ եւ հանդիպում եմ պապիկիս։ Կասկածանք է առաջանում մոտս, նորից եմ ընթերցում, նորից, այո, ինքն էր։ Եվ հիշողությունները ինձ տանում են այնտեղ, որտեղ տատիկը միշտ պատմել էր։ Սպան, որը նավի վրա էր, իր հուշագրություններ ուներ, եւ նավամատյան կար, որտեղ նորից գրված է եղել պապիկի մասին, շատ հեղինակներ օգտվել են այդ տեղեկատվություններից եւ նորից գրքեր են ստեղծել։ Պատմությունը տպագրվել է 1915-ին Ալեքսանդրիայում Արև շաբաթաթերթում։ Ենովք Ներսեսյանի թոռը սիրով ընթերցում է պապի մասին պատմությունը արևմտահայերեն։ Դրվագներ Սուետե հայոց փրկութեն են, հայ տղան։ Անունը կհարցնեմ, Ենովք Քյոշեյան կկոչվի, հորմե եւ մորմե որփե, ալ ավելի կշրջապատեն զինքը, ուրիշ հարցումներ ալ կուղեմ։ Բնավ երկչոտ չէ, նայվածքը պստիկ այռոցին մնայվածքեն նման է, մինչ ժպիտները, որոնք աչ ու ձախ արատաբաշխորեն կցրվե, աղջնակի մժպիտներուն կնմանի։ Աստղիկ Ներսեսյանը պապի ու տատի լուսանկարները արխիվային նյութերը հանձնել է Հայոց ցեղասպանության թանգարան, ասում է, որպեսզի ապահով ձեռքերում լինեն։ Տանը թողել է կրկնօրինակները։ Ուզում է, որ սերունդները իմանան իրենց նախնիների հերոսամարտի անցած ճանապարհի մասին։